Մայիսի 5-ին Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց նորաուց քահանաներին, որոնք ձեռնադրվել էին Կիրակի օրը Սուրբ Խաչի երևման տոնին։ Այս օրերին 40-օրյա պահեցողության և պատրաստության շրջան են անցնում Մայրաթոր Սուրբ Էջմիածնում։ Քահանաները Տեր Նաթան arczepiskopos Հովհաննիսյանի ձեռամբ են ձեռնադրվել և քահանայական օծում ստացել։ Նրա առաջնորդությամբ էլ եկել էին հայրապետի օրհնությունը ստանալու։ Նորին սրբությունը շնորհավորեց քահանաներին և հույս հայտնեց, որ արդյունավետ կիրականացնեն իրենց հոգևոր ծառայությունը։ Վեհափար հայրապետը խոսեց քահանայական ուխտի ու պատասխանատվության մասին։ Եկեղեցականը քաջ հովիվ է, ազգային արժեքներ սերմանող օրինակելի կերպար։ Հայոց հովվապետը նշեց, որ քահանաները իրենց հովվական ծառայության մեջ հանդիպելու են բազմաթիվ դժվարությունների և մարտահրավերների, որոնք հաղթահարելու համար զորավոր հավատ, խոհեմություն ու քաջություն է պետք։ Մինչ քահանայական ձեռնադրության արժանանալը Մկրտիչ քահանա Ղարիբյանը Վազգենյան հոգևոր դպրանոցի ու Գևորգյան հոգևոր ճեմարանի վերակացուի գործառույթն է իրականացրել։ 44-օրյա պատերազմի ժամանակ պաշտպանության բանակում Հադրութի զորամասում որպես գնդերեց է ծառայել։ Իհարկե հոգևորականի ծառայության կարևորագույն մասն է հոգևոր խնամք տանելը, ընդհանրապես ծառայությունը, որտեղ հոգևորականը կոչված է Աստծո ծառան լինելու եւ նրա հավատավոր ժողովրդին ծառայելու, հովվելու եւ իհարկե մենք հնարավորինս մեր անձը պիտի ծառայեցնենք մեր ազգի, մեր ժողովրդի եւ մեր եկեղեցու շենացմանը, նրանց մեր ժողովրդի կարիքների, մեր ժողովրդի խնդիրների, հոգսերի, մանավանդ այս դժվարին ժամանակներում այդ ամեն ինչին հաղորդ լինելու, նրանց ինչ-որ ձևով փորձելու օգտակար լինել։ Տեր Աբրահամ քահանա Հարությունյանը քահանայագործության մասին խոսելիս հիշում է բանակում ունեցած փորձառությունը։ Զինված ուժերում եղել է քարոզիչ, հոգևոր խնամք է իրականացրել։ Բանակում էլ եկել եմ այդ գիտակցությանը, թե որքան կարևոր է հոգևորականի, թեկուզ եւ սարկավագի, թեկուզ եւ քահանայի եւ այլ բարձրաճան հոգևորականի ներկայությունը մեր հասարակության, մեր բանակի ներսում, մեր դպրոցներում, մեր ժողովրդի մեջ, որովհետեւ իմ ծառայության օրինակով ես եկել եմ այն մտքին, որ հոգևորականը առաջնորդում է մի մեծ բանակ, որն է ժողովուրդը եւ համապարփակված մնացած այլ ինստիտուտները դեպի քրիստոնեական կյանք։ Նորաուց քահանաները ծառայության կկոչվեն Հայ առաքելական եկեղեցու տարբեր կառույցներում եւ թեմերում։ Հանդիպման վերջում Նորին սրբությունն օրհնեց քահանաներին եւ Մաշտոց Ծիսամատյաններ նվիրեց։ Այս օրհնյալ օրերի ընթացքում մեզ համար շատ կարևոր, մեծ պատիվ եւ մեծ ուրախություն էր գտնվել մեր վեհապարի ներկայության մեջ, ստանալ իր հայրապետական օրհնությունը, իմաստուն խոսքերը եւ որ ամենակարևորն էր զգալ իր հոգևոր ներկայությունը մեր այս պատասխանատու եւ կարևոր օրերի ընթացքում։